Անցյալ անգամ մենք ներկայացրեցինք Փրկչի գալստյան մասին մարգարեությունները, ինչպես նաև խոսեցինք այլ ազգերի կողմից փրկության սպասման մասին։ Անցյալ հաղորդման էական կետերը հետևյալն էին. Առաջին. մարգարեությունները նախապատրաստում էին ժողովրդին իմանալու, որ խոստացված ժամանակը մոտ է, ինչպես նաև ճանաչելու Փրկչին ըստ մարգարեական նկարագրությունների։ Շնորհիվ այդ մարգարեությունների, ըստ որոնց Փրկչի գալստյան ժամանակը մոտեցել էր, աստվածավախ հրեաները սպասում էին նրան։ Երկրորդ. հեթանոս աշխարհում նույնպես պահպանված էին մարդկության ծագման, դրախտային կյանքի, ջրհեղեղի պատմության և ամենակարևորը Փրկչի գալստյան մասին ավանդությունները, ինչը կարելի է տեսնել Պլատոնի, Պլուտարքոսի, Վերգիլիոսի, Օվիդիոսի, Ստրաբոնի աշխատություններում, ինչպես նաև անտիկ աշխարհի կրոնների պատմության մեջ, օրինակ Սիբիլյան կանխասացություններում։ Երրորդ. ավելի քան 2 դար առաջ, մինչև Քրիստոս, Սուրբ գրքերը եբրայերենից թարգմանվեցին հունարեն, և շատ հեթանոս գիտնականներ, գրողներ և կրթված մարդիկ օգտվում էին դրանցից։ Այս մասին կան զանազան վկայություններ, հատկապես վաղ շրջանի քրիստոնեական գրվածքներում։ Չորրորդ. Սուրբ գրքից մենք իմանում ենք, որ հրեաներից զատ կային նաև այլ ժողովուրդներ, որոնք ընթանում էին բարեպաշտության ճանապարհով, և որոնք պահպանում էին ճշմարիտ հավատքը մեկ Աստծո նկատմամբ։ Հինգերորդ. ըստ Մովսես խորենացու, ճշմարիտ աստվածպաշտության լույսը պահպանվել է նաև հայոց աշխարհում։ Հայկ Նահապետը, չենթարկվելով բաբելոնյան աշտարակաշինության աստվածամարդ ծրագրին, որն ըստ էության առաջին համապարփակ հեթանոսական գործողությունն էր Աստծո դեմ, վերադառնում է հայրերի երկիր, ուր պահպանվել էր Նոյի հավատքը և լեզուն։ Հայկի կողմից բելի նկատմամբ տարված հաղթանակը նաև ճշմարիտ աստվածպաշտության հաղթանակն էր ընդդեմ չարի դիվային ծրագրի։ Աստուծո օգնականությամբ մենք հասանք քրիստոնեական հավատքի ուսուցման կենտրոնական թեմային՝ քրիստոսաբանությանը, որը խոսում է մարմնավորված Աստուծո Որդու Հիսուս Քրիստոսի և նրա փրկագործ տնօրենությունների մասին։ Ըստ իրենց ներքին իմաստի, գրեթե բոլոր աստվածաբանական վեճերը քրիստոսաբանական բնույթ են կրել, և եկեղեցու պատմությունը գրեթե միշտ ուղեկցվել է լարված քրիստոսաբանական պայքարով, և սա պատահական չէ։ Քրիստոսին ճշմարտապես խոստովանելը դիտվել է որպես ուղղափառ հավատքի դավանության հիմք։ Այս մասին որոշակիորեն ասում է Սուրբ Աթանաս Մեծը։ Քրիստոնեության անունը Քրիստոսին ճշմարտապես դավանելն է, և քրիստոնյա է անվանվում նա, ով ունի ճշմարիտ դավանությունը։ Ըստ եկեղեցու հայրերի, քրիստոսաբանության մեջ որևէ աղճատում կամ թերացում կամ սխալ շեշտադրում վտանգում է փրկության իսկությունը։ Միաժամանակ նրանք նշում են, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խորհուրդը, լինելով հավատքի խորհուրդ և խոստովանական ճշմարտություն, հնարավոր չէ վերածել մտահամբռնելի մեխանիզմի։ Այս մասին նորից Սուրբ Աթանաս Մեծը ասում է. «Ինչ կարիք կա հարցաքննել և վիճել, հավատալն է օգտակար, և լռությամբ պաշտելն ու երկրպագելը։ Գիտեմ նրան ճշմարտապես Աստված երկնքից, անչարչարելի, գիտեմ նրան որդի Դավթի ըստ մարմնի, մարդ երկրից չարչարելի։ Չեմ հարցնում, թե նույն ինքն ինչպես է անչարչարելի և ինչպես չարչարելի, ինչպես Աստված և ինչպես մարդ, միգուցե ինչուն քննելով և եղանակը փնտրելով ցած ընկնեմ բարությունից, որ մեր առջև է, քանզի նախ պետք է հավատալ և փառավորել, և ապա ի վերուստ հայցել այս բաների ստացումը, ոչ թե ի ներքուստ վերցնել մարմնից և արյունից, այլ աստվածային հայտնությունից»։ Հոգևոր ճշմարտությունները բացվում են
վերևից ներքև ըստ շնորհի եւ ոչ թե ներքևից վերև ըստ մարմնի։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի խորհուրդը մեր հավատքի գլխավոր ճշմարտությունն ու հայտնությունն է, որին պետք է մոտենալ միայն հավատքով, այլապես մենք կվրիպենք փրկության խորհրդից։ Քրիստոսի խորհուրդը անճարելի եւ անհասանելի է մտքի համար։ Ժամանակների լրումին Աստված բացեց իր անհամեմատ սիրո եւ անհուն ողորմության դռները եւ այս ընկած աշխարհում ծագեցրեց իր փրկության լույսը։ Մեկը Սուրբ Երրորդությունից Աստուծո միածին որդին նախահավիտյան բանը մեր փրկության համար խոնարհվեց իր աստվածության անհասանելիությունից եւ Սուրբ Հոգով կատարելապես մարդացավ Սուրբ Կույս Մարիամից։ Մտքի համար անհասանելի եւ անճարելի կերպով անմարմինը մարմնավորվեց, անբովանդակելին բովանդակվեց, անչափելին ու անժամանակը մտավ չափավորության ու ժամանակի մեջ։ Այս մասին Հովան Մայրաբանեցին ասում է. Բանը հորից առաքվածը, ինքը էակից որդին, ինքը հոր միածին որդին, կատարյալ աստվածությամբ իջավ եւ անճառաբար ու անպարիմացապես անքննելի միությամբ եղավ մարմին կույսից։ Տիրոջ մարդեղության խորհուրդը ամենայն վեհությամբ եւ խորությամբ նկարագրված է Հովանու ավետարանի սկզբում։ Ի սկզբանե էր բանը, եւ բանը Աստուծո մոտ էր, եւ բանն Աստված էր։ Նա ի սկզբանե Աստուծո մոտ էր։ Ամեն ինչ նրանով եղավ, եւ առանց նրա չեղավ եւ ոչինչ, որ եղել է։ Նրանով կյանքն էր, եւ կյանքը լույսն էր մարդկանց։ Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, եւ խավարը նրան չհասավ։ Կար Աստծուց առաքված մի մարդ, նրա անունը Հովանես էր։ Սա եկավ վկայության համար, որպեսզի վկայի լույսի մասին, որպեսզի բոլորը նրա միջոցով հավատան։ Նա լույսը չէր, այլ առաքված էր, որպեսզի վկայի լույսի մասին։ Էր ճշմարիտ լույսը, որ լուսավորում է աշխարհ եկող ամեն մի մարդու։ Աշխարհի մեջ էր, եւ աշխարհը նրանով եղավ, եւ աշխարհը նրան չճանաչեց։ Յուրայինների մոտ եկավ, եւ յուրայինները նրան չընդունեցին։ Իսկ ովքեր ընդունեցին նրան, իր անվանը հավատացողներին, իշխանություն տվեց Աստուծո որդիներ լինելու, ովքեր ոչ արյունից, ոչ մարմնի կամքից, ոչ մարդու կամքից, այլ Աստծուց ծնվեցին։ Եվ բանը մարմին եղավ, եւ բնակվեց մեր մեջ, եւ տեսանք նրա փառքը, փառքը, որպես միածնի հորից, լի շնորհով եւ ճշմարտությամբ։ Ըստ եկեղեցու հայրերի Աստված մարդացավ, որպեսի մարդն Աստվածանա։ Աստված խոնարհվեց իր անհասությունից, որպեսի մենք բարձրանանք եւ հասու լինենք Աստուծո անճար բարիքներին։ Աստված մտավ մեր ունայնության մեջ, որպեսի մենք լցվենք Աստուծո ճշմարիտ սիրով։ Բանի ճշմարիտ մարդեղությունը մեր փրկության ճանապարհն է։ Այս ճանապարհը հաստատված է մեր Տեր Հիսուս Քրիստոսի զոհաբերությամբ, եւ այս ճանապարհով կարող են ընթանալ նրանք, ովքեր հաստատված են ուղղափառ հավատքի մեջ։ Սիրելիներ, ընթանանք երկնային վերընթացի ճանապարհով։ Ճանապարհ, որն ի վերուստ է, բայց միաժամանակ խիստ որոշակի, իրական եւ նույնիսկ շոշափելի, որովհետեւ այդ ճանապարհը հենց նույն ինքը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է իր սուրբ մարդեղությամբ։ Նրան փառք հավիտյանս։ Ամեն։